Ժողովուրդ, դուք ինձ ասում եք, Էռնա, դու Արտուր Օսիպյանին պաշտպանում ես, բայց դու իրա գրառումները տեսել ես։ Ժողովուրդ, ձեզ ասեմ, ես վերջերս նայեցի իրա գրառումները ու իրան չճանաչեցի։ Ես տարիներ շարունակ Արտուրի էջը հետևել եմ, մենք անգամ ընկերներ ենք եղել Facebook-ում։ Ինքը լրիվ ուրիշ ձև էր գրում, ինքը լրիվ ուրիշ մարդ էր։ Անգամ պատերազմից հետո այսքան ժամանակ անցել, ինքը всё միշտ շատ զուսպ էր գրում, ինքը շատ կրթված, շատ զուսպ տղա է, ու այս գրառումները իրոք լրիվ ինքը կորցրել է իրան, ինքը լրիվ իրան ներվերը արդեն տեղը չեն, դրա համար ես ասում եմ, չի կարելի ավելի խորացնել այդ մարդու վիճակը, իմանալով, որ ինքը այդքան ուժեղ հայասեր, հայանպաստ գործանող է, էլի եմ կրկնում, ժողովուրդ ջան, դուք ասում եք Արցախում ինչի չեն գնում միրատվորիչներին ճեղքեն ու բացեն ճանապարհը, ժողովուրդ ինքը ու Տիգրան Պետրոսյանը հավաքեցին ժողովրդին արցախցուն ու իրանց ռիսկին դիմեցին գնացին, ես օրինակ զարմանում եմ, ես չէի գնա, ես կմտածեի, որ կգան ինձ էլ իմ ընտանիքի հետ էլ կվերացնեն, այտենց կհավաքեն ու կնվիրեն ադրբեջանցուն, գնացել էին ու ռուսի հետ ոնց էին խոսում, այ ոնց որ Նիկոլի հետ էր խոսում, այ տենց խոսում էր ռուսի հետ, ու իմ ոտերս թուլացել էին, երբ որ ես դա նայում էի, կամ դուք ասում եք հանկարծ մի հատ օգնություն չվերցնեք Ադրբեջանից, չվերցնեք, իրանք սոված նստած, Արտուրը, Տիգրանը ու մյուսները գնացել էին, փակել էին ճանապարհը, որ ռուսական ու ադրբեջանական ֆլագերով ուզում էին մտցնեին իբր թե օգնություն Արցախցուն։ Հիշում եք, չէ՞, այդ ֆուրերը, հիշում եք, չէ՞, որ ճանապարհը փակեցին, չթողեցին։ Ժողովուրդ, բա այդ մարդն էր։ Բա հիմա ասում եք, ես էլ դրել եմ ինքը գնում, ես ինքս ինձ խանգարում եմ փաստորեն։ Այդ մարդիկ արեցին այդ սենց ավելի նորմալ է։ Իրանք այդ արեցին։ Հիմա դուք ասում եք ինչի է տենց խոսացել, ժողովուրդ, բայց այդ հեչ ինքը չի։ Ինքը լրիվ արդեն իր ներվերը ուրիշ վիճակի են հասել։ Այդ մարդկանց, այդ մարդուն կոնկրետ Արտուր Օսիպյանին հոգեբան է պետք, ժողովուրդ, այսքան հայասեր, այսքան ինքը իմ գաղափարների տեր մարդ է։ Ես այնքան վատ եմ ինձ զգում, որ այն մարդը, որին ես մտածում էի, որ իմ պես պայքարում է, հիմա կալանավորել են։ Իրան պետքա օգնություն հասցնեն։ Ու ես ասեմ, ես այդ դեպքում Նիկոլին էլ չեմ մեղադրում, որովհետև Նիկոլին էլ հասցրեցին։ Ամբողջ այս տարիները իրան էդ են ասում ու այդ օրն էլ այդ գինեկոլի կինը հարձակվեց իրա վրա, այն արցախցի երեխեն հարձակվեց իրա վրա ու ոչ թե Ռուսաստանն են իրանք մեղադրում, տեսեք, որ Արտուրը լրիվ ուրիշ բաներ էր ասում, որտեվ Արտուրը ինքն է պայքարում ռուսների դեմ, իսկ սրանք լրիվ ռուսի պոչը բռնած, այդ կնոջ էջն էլ նայեցի ինքում, ով իրանց սատարում է, Կալուսկի Սամոյի ստառոննիկներն են, ու իրանք ռուսներին չեն մեղադրում, բայց Նիկոլին են մեղադրում, դրա համար Նիկոլի ներվերն էլ արդեն չի դիմանում, ու ինքը այդ ամբողջ այս տարիների բուկվալնը կուտակված իրա ներվայնությունը, որ իրան ասում են դու 5000 երեխա ես սպանել, որ դու ես մեղավոր, դու ես հանձնել, ինքը վերցրեց, թափեց լրիվ ուրիշ մարդու վրա։ Լրիվ Արտուրը իրա կողմնակիցն ա եղել, այսքան տարի հավասար իրար հետ պայքարել են։ Այ հիմա ես նայում էի Տիգրան Պետրոսյանի հոլովակը, որ ինքը բացատրեց շատ բան, որ իրանց ասում են դուք թալանչիներին հետ չեք կռվել։ Տիգրանը այսինքն ստատիստիկայով ասեց 20 անգամ մենակ այս վերջերս ունեն հաղորդագրություն, որ գրել են կոնկրետ թալանչիների դեմ, ասում ա դե գործ հարուցեք, գրել են կոնկրետ ով ինչ է արել, ոնց է արել, տվել ենք չեք հարուցում, դատարանները չեն անում, ժողովուրդ ջան, այս մարդիկ իրանց գործը արել են, դե եկեք հիմա դատարաններին հարցնենք, ինչի չեք հարուցում գործը, երբ որ ձեզ կոնկրետ թալանչիների վրա գործ են տալիս։ Մի հատ կատաստրոֆիկ վիճակ է,
որտեղ Նիկոլը ամբողջ այդ իրան ներվայնությունը, որ այսքան տարի իրան են մեղադրում Արցախ տալու մեջ եւ ոչ թե Ռուսաստանին, վերցրեց թափեց Արտուր Օսիպյանի վրա, որը այսքան տարի կռվում է թալանչիների դեմ, Ռուսաստանի դեմ, Արցախի համար, թե ֆիզիկապես, թե իր հոլովակներով, բա իր էջում այդ դաժե ես տեսա ինքը ազերների հետ ոնց է խոսում, ինքը դաժե իրանց դեմ կռվելուց միշտ զուսպ էր կռվում։ Այս անգամ ինքը նենց բառեր էր օգտագործում, ոնց որ այդ Արտուրը չի, ում այսքան տարի ես ճանաչել եմ ինտերնետով իհարկե միայն, ռեալ կյանքում չեմ ճանաչում, բայց լրիվ իմ գաղափարական դաշնակիցն է։ Դրա համար պետքա մի բան անել, ժողովուրդ, չի կարելի այս անարդարությունը թողել, պետքա բացատրել Նիկոլին էլ ու իրանք ընդհանրապես Արտուրի հետ նստեն, մի հատ խոսան, այդ հարցերը լուծեն ու իրար հետ աշխատեն, որովհետև Արտուրը շատ բան իմաց տղա է, շատ զուսպ, շատ հավաքված տղա է, ժողովուրդ, այսքան տարի ես իրան ճանաչել եմ որպես շատ ինտելիգենտ, շատ արիստոկրատ տղա, ու եթե ուշադիր նայեք, ինքը սկզբից դաժե այդքան ջղայնացած լինելով, այսքանի տարվա ջղայնությունը կուտակված, ինքը շատ զուսպ էր խոսում, վերջում ինքը իրան կորցրեց, Նիկոլն էլ վերջում իրան կորցրեց, Նիկոլն էլ էր զուսպ խոսում, երկուսն է շատ դրա համար եմ ասում, այս հոգեբանների աշխատանքա, եթե իրանք իրանց նայեն, մեզ բոլորիս կբացատրեն իրանք ինչքան նման են։ Նիկոլը ու Արտուր Օսիպյանը իրար շատ նման են, դրա համար այսենց բախվեցին ու այսքան մարդ Նիկոլին կպնում է, այսքան մարդ ինչ ասես ասում է, ինքը տենց չի կատաղում, տենց չէր իրան կորցրել, ոնց որ Արտուր Օսիպյանի հետ, որովհետև ժողովուրդ ինքն էլ բիսազնացելն է, իրանք երկուսն էլ զգում են, որ ինչ-որ բան կա իրանց մեջ իրար նման, իրանք շատ են իրար նման, ու պատկերացրեք ինչքան շատ գործ կարող են անել իրար հետ, եթե իրանք ոչ թե կռվեն, ոչ թե բախվեն, այ շփվեն նորմալ, ու թող նստի, Արտուրը այնքան խելացի գրագետ տղա է, թող Նիկոլը իրան կանչի, ասում եմ 2016 թվականին հոլովակ է անում ու բառ առ բառ բացատրում է ինչ է լինելու, եթե իրանց թալանիչների ու Ռուսաստանի հախից չգան այսօր 2016 թվականին, չեկան ու ոնց ասել է Արտուրը այդ հոլովակում, ոնց որ գադալկա լինի, ինչ ասել է, տենց էլ եղել է, այդքան ինքը համ քթիծակ ունի, համ խելք ունի, համ ինտուիցիա ունի, թող Նիկոլի հետ նստեն, իրար հետ աշխատեն։ Հիմա էդ է վիճակը, մենք պետքա տակից դուրս գանք, չի կարելի սենց բան, հիմա ասեմ, չեմ ուզում լավ, հիմա կասեք Էռնան էլ իրան կորցրեց, Էռնան հələ որ իրան պահում է, բայց ես էլ չգիտեմ, ես օրինակ շատ զուսպ մարդ եմ, շատ, ու ոչ կոնֆլիկտային, ես ամեն կոնֆլիկտից դուրս եմ գալի գնում եմ, ոչ մեկ այս աշխարհում չկա, որ ասի Էռնան ռեալ կյանքում իրան կորցրել էր, գոռում էր, ղժում էր, անպատվում էր, ես կռվելուց էլ եմ հանգիստ կռվում, բայց չեմ էլ կռվում, ես չեմ հիշում իմ կյանքում կռված, այս ինտերնետում եք ինձ մեկ-մեկ ջղայնացնում, պատասխանում եմ, բայց էլի տեսել եք, մինչև դուք ինձ չկպնեք այն էլ մի 1000 անգամ, նոր ես չեմ իսկականից ձեզ կպնում, մենակ կպնողին եմ կպնում, ուրիշ մարդուն կյանքում կպնած չկամ ու շատ տոլերանտ եմ, ինչ միտք ուզում եք ասեք, լրիվ իմ մտքին հակառակ մտքեր եք ասում, ես երբեք ձեզ չեմ կպնում ու երբեք ձեզ չեմ ջնջում, բլոկ չեմ անում, չեմ նեղացնում ձեզ, եթե դուք չեք նեղացնում ինձ, բայց ժողովուրդ, ասում եմ, հլի մի հատ ես հիմա կդնեմ Տիգրան Պետրոսյանի հոլովակը, այլուրջ եմ ասում, ես որ իրան նայում եմ, ես էմպատ եմ, ես մարդկանց զգում եմ, այն զգացմունքները, որոնք իրանք են այդ պահին զգում, ինձ է փոխանցվում, չորտ բաբիրի, ոչ էլ ուզում եմ, շատ պետք է սա ամեն մեկի զգացմունքը քաշեմ ին վրա ու իրանց տառապանքով տառապեմ, բայց Տիգրան Պետրոսյանի հուզմունքը տեսա հոլովակում, աչքերս լցվեցին, այ հիմա խոսում եմ, աչքերս լցված են, դուք ինչ չեք տեսնում, բայց աչքերս լցված, տեսել եմ իր հոլովակը, այնքան եմ այսօր առավոտվանից այսենց վիճակի մեջ եմ,
Առավոտն եմ նայել, հիմա արդեն քանիսն է, ու շատ տանջվում եմ այդ հոլովակը նայելուց հետո։ Ժողովուրդ, գոնե ինձ մեղքացեք, այդ հարցը լուծեք, թե չէ ես կկոտորվեմ սեն։